Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրանից Հայաստան եկողներն են պատմում, ինչ իրավիճակ է Հայաստանի հարավային հարևան Իրանում։ Ագարակ սահմանային անցակետում Իրանից Հայաստան երկար ճանապարհ անցած բեռնատարների վարորդներից մեկը Սպահանում է պայթյունի ձայներ լսել, մյուսը Թավրիզում, Թեհրանում։ Դպուն չեք լսել, որտե տրակտորին դպունն էլ ավել մի հատ։ Ռմբակոծություններ ճանապարհի։ Միտեղ ընդամենը Թավրիզից դեպի Էսիան որ գալիս ենք, այդ ճանապարհի կողմն ենք տեսել, ուրիշ ոչ մի բան, դա երեք ա եղել։ Հայաստանի մոտ իրավիճակն ավելի հանգիստ է, Հայաստանի քաղաքացիները կարողացել են անցնել սահմանը, առևտուր անել, հետ վերադառնալ։ Տալոս ես մասերում ապրում, զանգեցիք, ինքը մտավ դուրս եկավ, ասես նորմալ է, մենք էլ եկանք։ Նույնն է, փոփոխություն չկա։ Այժմ սլաները ես Թեհրանից պետք է թռչեի Չինաստան, բայց չկարողացա։ Թեհրանից Հայաստանի սահման 10 ժամում եմ հասել։ Իրանա-իսրայելական ամերիկյան պատերազմի ֆոնին փորձագետները գնահատում են, թե Իրանում պատերազմն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Ռազմական փորձագետ Ներսիսյանը այս պահին ռազմական տեսանկյունից Հայաստանի համար վտանգ չի տեսնում։ Շատ ցածր հավանականություն է, որ Հայաստանի հետ կապված պատերազմական ռիսկեր այս պահին կան, բայց կան տնտեսական ռիսկեր, լոգիստիկան օրինակի համար ահագին վատ վիճակում է գտնվում։ Պատկերացրեք, վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանել։ Սահմանային անցման կետում ուրեմն շարժը, որ մենք տեսնում ենք, որևէ առանձնահատուկ իրավիճակ այս բանը մենք չենք նկատի։ Օրվա ընթացքում միջազգային մամուլի գլխագրերում այս վերնագրերն էին Թուրքիան եւ Իրանը փոխադարձաբար փակել են ցամաքային սահմանները թուրք-իրանական փոխադարձ համաձայնությամբ։ Ավելի ուշ լուր տարածվեց, որ Իրանը հարված է հասցրել Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազային, որտեղ տեղակայված են Ամերիկայի ռազմաօդային ուժերը։ Տեսանյութերը տարածվեցին համացանցում, թուրքական որոշ լրատվամիջոցներ հերքեցին այն։ Ըստ ռազմական փորձագետների Ամերիկա-Իրանա-իսրայելական օդային պատերազմը դժվար թե մեկ ամսից երկար տևի։ Ըստ փորձագետ Ներսիսյանի դրա ինտենսիվությունը 2 շաբաթ հետո կարող է նվազել։ Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակում ըստ փորձագետի կարևոր է, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունում զգոնություն լինի։ Ասել, որ մեծ ռիսկեր կան կամ միջին ռիսկեր, որ այդ հարվածներից մեկը կշեղվի եւ Հայաստանի տարածքում ինչ-որ հրթիռ կընկնի, դա էլ է շատ ցածր հավանականություն, որովհետեւ Իսրայելները ԱՄՆ-ն էլ գերճշգրիտ զենքեր են կիրառում եւ հենց մեր սահմանին տենց ու շատ մոտիկ ես հարված ճիշտ ասած չեմ տեսել, որ տենց ասենք 5 կիլոմետր լինի կամ 10։ Որն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը գնահատական է Իրանա-ամերիկա-իսրայելական պատերազմին։ Դատապարտում են հարևան Իրանի դեմ ռազմական գործողությունները։ ամերիկյան ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, միանգամից պատասխանելու են։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է եւ ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ։ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է հայ-իրանական բարեկամական կապերը ամուր են եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է կարմիր գիծ լինել Իրանի համար։ Մեր բարեկամ եւ հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։ Կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Ռազմական փորձագետը քիչ հավանական է համարում, որ այս տարածաշրջանում Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից կօգտվի Ադրբեջանն ու ռազմական էսկալացիայի կգնա ընդդեմ Հայաստանի։ Փորձագետի կարծիքով Ալիև այս պահին այդ ռիսկին չի գնա։ Արցախի հայաթափումը եւ ադրբեջանցիների ռուս խաղաղապահներին Արցախից դուրս հանելը ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև լարվածություն ստեղծելու պարարթող դարձավ։ Ընդհանրապես ըստ փորձագետների Ադրբեջանը Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խնդիր ցանկություն չունի։ Այս կարծիքին են նաեւ ռուս վերլուծական ու քաղաքագիտական համայնքի ներկայացուցիչները։ Այդ կոնֆլիկտային իրավիճակը Ռուսաստանի հետ Ադրբեջանին անհրաժեշտ է, դրանից այդ երկիրը անուղղակի օգուտներ է ստանում։ Այդ կերպ Ադրբեջանը կարողանում է նաև իր իմիջը բարձրացնել արևմուտքի աչքին, ինչը շատ օգտակար է այդ երկրի համար։ Այո, այդ լարվածությունն առաջացավ հատկապես ռուս խաղաղապահների Ադրբեջանի պահանջով Արցախից դուրս բերելուց հետո։ Ռուսաստանին դուր չեկավ ադրբեջանցիների գործողությունները, որոնք ուղղված էին ռուս խաղաղապահների դեմ։ Եվ որքան շատ է Ադրբեջանը
քննադատում Ռուսաստանին, այնքան ավելի շատ բոնուսներ է ստանում։ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը Ադրբեջանի վրա այլևս որպես այդպիսին ազդենելու հնարավորություն չունի։ Քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված չէ, այս տարածաշրջանում Ռուսաստանն իր դիրքերը չի կարող ամրապնդել Հարավային Կովկասում։ Որտեղ ամրապնդել որոշ դեպքերով նշանակում է զինուժի կիրառում։ Ռուսաստանը ավելցուկ զինուժ չունի։ Բոլորը Ուկրաինայում են։ Քանի այդ հակամարտությունը չի ավարտվել, Ռուսաստանը չի կարող ակտիվ քաղաքականություն վարել այլ տարածաշրջաններում։ Ադրբեջանից այս անգամ Բայրամովի մակարդակով կոշտ մեսիջներ ուղղվեցին Ռուսաստանի հասցեին։ Ախտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ ադրբեջանական կոշտ հայտարարություններին Մարիա Զախարովան արձագանքեց։ Ռուսական կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ, հետևողականորեն աշխատում ենք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Իհարկե, ինքնաթիռի հետ կապված միջադեպը դա առիթ է, իբր թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատացման համար, դա պատճառ չէ։ Պատճառը այն է, որ Ադրբեջանը արդեն ամբողջովին գտնվում է արևմուտքի վերահսկողության ներքո, ինչպես Հայաստանը։ Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցի ակտիվիստներին ծեծ ու ջարդի ենթարկելը ըստ հայ փորձագետների բեմականացված պլանավորված քայլ էր, հենց Ալիևի վարչակազմի կողմից։ Ադրբեջանական հետախուզական ծառայությունները հայտարարեցին, թե ադրբեջանցի ակտիվիստներն ուղղորդված էին Ռուսաստանի կողմից եւ իբրև թե ռուսական գործակալական ցանցի անդամներ են։ Այս ամեն ինչը թատրոն էր, այդտեղ որևէ կասկած չունենաք, հետախուզության կողմից այդ անձերի բացահայտումն էլ ամբողջը բեմականացված է, ես վստահ եմ նույնիսկ, որ այդ անձանց նախապես ընտրել էին, նրանց գործողությունը այսպես ասած նախապես պլանավորել էին, ավելին դրանց անձնական տվյալները միջև այդ արդեն իրենց մոտ կար։ Ըստ քաղաքագետների, եթե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև լարվածություն լինի, այդ երկու երկրները ի վերջո գալիս են համաձայնության, եւ շատ հաճախ այդ հարաբերությունների կարգավորումը ի վնաս Հայաստանի է լինում։ Ռուս փորձագիտական համայնքը սակայն համաձայն չէ այդ մտքի հետ։ Հայաստանը մշակել է իր սեփական ռազմավարությունը եւ հեռանում է Մոսկվայից։ Ինչ բոնուս կարող է տալ Մոսկվան Ադրբեջանին Հայաստանի հաշվին։ Մենք հակառակ օրինակներն ունենք, որ օրինակ Մոսկվան ցորեն է մատակարարում Հայաստանին Ադրբեջանի տարածքով։ Սա դրական քայլ է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կառուցում են սեփական հարաբերությունները։ Այնուամենայնիվ պատմության փորձն են մեջբերում հայ քաղաքագետները այն փուլից, երբ ձևավորվեց Ադրբեջան պետությունը։ Բոլոր որոշումները նաև սովետական տարիներին եւ հետո կայացվել են հօգուտ Ադրբեջանի ռուսական որոշակի ազգային շահերի սպասարկման համար։ Հայաստանի հաշվին ըստ քաղաքագետի լավություն են անում ուրիշին։ YouTube-ի մոնետիզացիան ունի իր չերևացող դժվարությունները։ Մասնագետները նկատում են, որ թեև շատերը կարծում են, թե տեսանյութ կամ շորտս հրապարակելը արագ եկամուտ է ապահովում, իրականում մոնետիզացնելու համար անհրաժեշտ են ամիսներ, երբեմն տարիներ, քանի որ մոնետիզացիան ակտիվանալու համար ալիքները որոշակի պայմաններ պետք է բավարարեն։ Օրինակ ունենան 1000 բաժանորդ եւ 4000 դիտում վերջին 12 ամսում կամ շորտս տարբերակով 10 միլիոն դիտում վերջին 90 օրում։ Հայաստանում YouTube-ի ճանաչողությունը բարձր չէ, այն երաժշտությունը, որը լիցենզավորված է այլ սոցցանցերում կամ ապօրինի ճանապարհով օգտատերեր դիտումներ ավելացնելը YouTube-ում կարող է որոշակի բարդություններ ստեղծել մոնետիզացման համար։ Բացի այդ, դեռևս հստակ չէ, թե որքան է կազմելու կոնտենտ ստեղծողների տրամադրվելիք վճարը կամ գովազդների համար որքան է վճարվելու։ Քաղաքացիները կարող են նպաստել իրենց համայնքների զարգացմանը հենց իրենց կողմից կատարվող ծրագրերի միջոցով, մասնակցային բյուջետավորմամբ։ Պետությունն ապահովում է այդ ծրագրերի ֆինանսական եւ մեթոդական աջակցությունը։ Ֆինանսական աջակցությունն իրականացվում է սուբվենցիոն մեխանիզմներով։ 2026 թվականի դրությամբ գործընթացն ընդգրկում է 52 համայնք։ 25 թվականին իրականացվել է 21 համայնքներում 21 համայնքներից բացի ընդհանուր առաջարկների քանակը կազմել է 39 առաջարկ, իրականացվել է 31 ծրագիր, 1 միլիարդ 202 միլիոն ընդհանուր գումարով, որից 740 միլիոն դրամը պետական համաֆինանսավորում, իսկ մնացած մասը 462 միլիոն դրամը կամ 34% համայնքային համաֆինանսավորում։
Այս տարի ծրագրում ներառվել են բոլոր մարզերը, առաջարկներ են ներկայացվել թե քաղաքային, թե գյուղական համայնքներից։ 2024 թվականից մինչև հիմա ծրագրի ընթացքը դինամիկ աճ է գրանցել։ Համայնքների մասնակցությունն ավելացել է, դրական ազդակները շատացել են։ 2 տարվա ընթացքում սակայն ի հայտ են եկել նաև որոշ խնդիրներ, որոնց լուծմանն են միտված կառավարության 3 խումբ փոփոխությունները։ Առաջին խումբը այն է, որ ծրագիրը այսուհետ մշտական հիմունքներով է գործելու, այսինքն մենք անցել ենք արդեն պիլոտավորման փուլը, ծրագիրը ներառվելու է պետական բյուջեի հավելվածով ներկայացվելու են բոլոր այն համայնքները, որոնք հանդիսանում են շահառու տվյալ ծրագրի, նաև պետական բյուջեի հավելվածի համապատասխանահոզակով ներկայացվելու է այդ համայնքների գծով պետության կողմից ֆինանսավորվող սուբվենցիայի սահմանաչափերը ըստ յուրաքանչյուր համայնքի։ Ըստ կարգավորումների համայնքի ղեկավարը լիազոր մարմին սուբվենցիոն հայտերը պետք է ներկայացնի մինչև մարտի 1-ը, նախկին ժամկետը ապրիլի 1-ն էր։ Մեկ այլ փոփոխությամբ էլ այսպես ասած կպահպանվի արդարության սկզբունքը։ Մեծ եւ փոքր համայնքների համար ծրագրերի քվեարկության անցողիկ շեմերը տարբեր կլինեն։ Եթե նախկինում 1% շեմ էր սահմանված առաջարկությունների անցողիկ, որպեսզի հաղթող համարվի առաջարկությունը, ապա ներկայումս տարբերակել ենք այդ շեմը փոքր բնակավայրերի մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրերին վերաբերող առաջարկների համար պահպանվել է այդ 1% անցողիկ շեմը, իսկ 5000-ից ավել բնակիչ ունեցող բնակավայրերին վերաբերող առաջարկների համար սահմանվել է 2% շեմը։ Փոփոխություններ են իրականացվել նաև քվեարկության կարգում։ Եթե նախկինում բնակիչը կարող էր քվեարկել 3 առաջարկի օգտին առանց տարանջատելու, թե որ բնակավայրին են դրանք վերաբերում, ապա ներկայիս կարգավորումների համաձայն պետք է ձայները տրվեն տարբեր բնակավայրերի առաջարկներին։ Սահմանվել է նաև ժամկետային սահմանափակում։ Այսուհետ ընտրված ծրագիրը պետք է ավարտին հասցվի 6 ամսվա ընթացքում։ Մարտի 2-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, վազք 21-15 մաստարաբնակավայրի վարչական տարածքում բախվել է երկաթե պատնեշներին ու գլխիվայր հայտնվել դաշտում։ 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Թալինի Հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, փրկարար ծառայության Թալինի Իրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Նրանք տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն, որտեղից էլ 2 ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Տեղում են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը։ Այս պահին դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։ Մարտի 1-ին Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Kia Forte-ն եւ Արարատ Երաս Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար գազելը։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, հետո օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, ժամանել են փրկարար ծառայության Արարատի Իրշեջ փրկարարական ջոկատի Իրշեջ փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Գազելում 10-ից ավելի ուղևոր է եղել։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Փետրվարի 28-ին վազ 2107-ը Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել է քարե պարսպին։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, առողջ այգու աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Աստրիկ եւ Արմենիա բժշկական կենտրոններ։ Վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նայրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Փետրվարի 28-ին Mercedes կցորդիչով բեռնատարը Սպիտակ Վանաձոր ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե պատնեշներին, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները, ճանապարհը եղել է անցանելի։ Բարեբախտաբար ուժասեր չկան։ Փետրվարի 28-ին Երևան-Գյումրի M1 ճանապարհին մեքենա է այրվել։ BMW X5-ում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։ Հետո փրկարարծարայության աշտարակի շեջփրկարական ջոկատից հրշեջներն են մարել հրդեհը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Փետրվարի 27-ին մերկասառույցի պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Չարենցավան քաղաքի սկզբնամասում բախվել են Ford Transit-ն ու Honda-ն։ Բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց գողաշրջվել, իսկ Honda-ն բախվել է երկաթե պատնեշին ու մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Բժիշկները վիրավորներին միջև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Նույն օրը Եղվար Զովունի ճանապարհին 29-ամյա Հենրիկը Ինֆինիտիով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն ու գողաշրջվել։ Օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ինֆինիտիի վարորդի խոսքով իր համար զիլ բեռնատարը վթարային վիճակ է ստեղծել։ Իդեպ 35-ամյա Գարունի բեռնատարը հայտնաբերվել է վթարի վայրում, հանգամանքներն էլ պարզվում են։ Զգուշ բայց հետ քաշվեք։ 70-80 բեռնատար ժամանակավորապես էսա կանգնած է։ Փետրվարի 28-ին Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատար բքի պատճառով չի կարողացել անցնել ջաջուրի ոլորանները։ Ինչքան էլ ճանապարհը սպասարկող ճանշինը բավականին օպերատիվորեն աշխատանքներ է իրականացրել, մաքրել է ճանապարհը։ Այնուամենայնիվ բուքը դժվարացրել է երթևեկությունը։ Բարեկային ծառայության Շիրակի գումարտակի հրամանատարի հանձնարարականով բարեկները բեռնատարներին ուղեկցել են դեպի Լոռու մարզ։ Արդեն մոտ 40 բեռնատար ուղեկցել են, մոտ մի 70 բեռնատար էլ դեռ Շիրակի մարզում սպասում են, մինչև որ Լոռու մարզում ճանապարհը արդեն մաքրվի, թեպետ աշխատում է, ճանշինը աշխատում է, այնպես չի որ չի աշխատում, ուղղակի քամին բերում, բուքը բերում ու նորից ձունը լցնում է։